Մնացեք փակ տարածքներում, դրսում սպորտով մի զբաղվեք, խիտ երթևեկության վայրերում դիմակ կրեք։ Առողջապահության նախարարության զգուշացումը հնչեցն ու Բարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից գրեթե 2 օր անց։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ մայրաքաղաքի կենտրոնում օդի աղտոտվածության մակարդակը հասել է մի ցուցանիշի, որ գնահատվում է որպես անառողջ զգայուն խմբերի համար։ Առողջապահության նախարարությունից զգուշացնում են, որ այս թվերի հետևում թաքնված են իրական ռիսկեր։ Աղտոտված օդը կարող է առաջացնել շնչառական խնդիրներ, հազ, շնչաղեղձություն, սրտանոթային հիվանդությունների սրացում, աչքերի գրգռվածություն, գլխացավեր և հոգնածություն, երեխաների մոտ բրոնխիտ, ասթմային օպաներ և նույնիսկ ուշադրության խանգարումներ։ Քանի դեռ համակարգային լուծումներ չկան, քաղաքացիների մնում է հետևել պաշտպանության պարզ կանոններին։ Մնալ փակ տարածքում, փակ պահել դռներն ու պատուհանները, կրել դիմակ, հատկապես խիտ երթևեկության վայրերում, խուսափել ֆիզիկական ակտիվությունից դրսում, հոգ տանել խոցելի խմբերի մասին, տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները առավել մեծ ռիսկի տակ են։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածության խնդիրը մայրաքաղաքի մենաշնորհը չէ։ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի սեպտեմբերի 28-ից օկտեմբերի 4-ի ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ են հատկապես Վանաձորի համար։ Քաղաքի տարբեր հատվածներում օդում փոշու պարունակությունը պարբերաբար գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Օդի որակի հետ կապված խնդիրներ են գրանցվել նաև Հրազդանում, որտեղ փոշու պարունակությունը նորման գերազանցել է 2 օր անընդմեջ, և Արարատում։ Փոխարենը Գյումրիում օդի որակը մնացել է նորմայի սահմաններում։ Անի Հովհաննիսյան, Ռեոփն մեդիա։